Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Ավարտվում է եւս մեկ աշխատանքային շաբաթ, տեսակային լի էր բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով եւ պիտի ասեմ, որ իսկապես յետընտրական Հայաստանում գնալով ամեն ինչ ել ավելի է խառնվում։ Մենք կարծես աստիճանաբար սահուն անցնում ենք բռնապետության եւ դա ամեն օր ի հայտ է գալիս իշխանությունների նորանոր որոշումներով։ Մարդկանց կալանավորելը մեզ մոտ դարձել է սովորական երևույթ եւ շինծու գործերը հատկապես այսպես շատ հետաքրքիր զարգացումներ են ունենում։ Այս եւ մի շարք այլ կարևոր հարցերի մասին այսօր զրուցելու ենք մեր ճանաչված հանրային գործիչներից մեկի Հովհաննես Շահինյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Շահինյան, յետընտրական Հայաստանը թևակողել է մի ժամանակահատված, որ ինչպես ասում են, շունտիրոջ չի ճանաչում։ Ինչ կարող եք ասել այս մասին։ Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Ղուշյան։ Այո, սա այն ժամանակահատվածն է, ինչին որ այս վարչախումբը ինքը հետևողականորեն համակարգված բերել է այս իրավիճակին։ Այսինքն դուք սպասում եք այս իրավիճակին։ Իհարկե, իրենց արժև խնդիր էր դրված Արցախից հետո Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը պետք է վերածվի վախկոտ եւ աղքատ մի զանգվածի։ Դա այն մասան է, այն հասարակությունն է, որին կարևոր չի իրեն ով է կառավարում։ Հաց եւ տեսարան։ Ինչի պակասը մենք չունենք։ Տեսեք, ինքը այսօր վարչապետը Նիկոլը ինքը արձակուրդ է իրեն ձևակերպում, բայց հանրապետությունում ամբողջ օրը ինչ որ լարված իրավիճակներ են եւ ինքը զբոսնում է լեռնագնացությամբ է զբաղված, ներկայացումներ է գնում, մուկ է նկարում, հանգիստ իր կյանքն է վայելում այն դեպքում, երբ փլուզվում է ամբողջ մի տնտեսություն եւ այդ տնտեսության բեռի տակ ճգնելու է հայ հասարակությունը իր մաշկի վրա ուղիղ դա զգալով եւ հողի հետ աշխատողը եւ այդ բերքը գնողը այստեղ շահում է մեր պետության դեմ թշնամաբար ոչ բարեկամական տրամադրված պետությունները եւ շահում է բանկերը։ Բարձր։ Մեր վերլուծաբաններից մեկը շատ հետաքրքիր մի բան էր գրել, որ Հայաստանը թևակողել է Քաժնազարյան նոր դարաշրջան։ Համամիտ եք նման կարծիքին։ Դա վաղուց է Նազարի ժամանակահատվածը, դա վաղուց արդեն մեզ մոտ դա որպես պետական կառավարման համակարգներ դրված է եւ Հայաստանը ինքը վերածվում է համակենտրոնացման ճամբարի համատարած բոլորը գտնվելու են բանկերից կախվածության այդ դասակարգման ցուցակների մեջ իրավունքի գերակայությունը ճշմարտությունը, արդարությունը, սոցիալական ինչ հողի վրա որ ասենք որ եկավ Փաշինյան Նիկոլը, այդ ամենը այսօր ուղղակի գոյություն չունի։ Զերոյական մակարդակի վրա է, ունի իր ենթականների խումբը, որոնք բացառապես կալանավորեն յուրաքանչյուրին, թոշակառու լինի, դա ուսուցիչ լինի, ցանկացածը, որը որ այդ պահին իրենց խանգարում է։ Իրենք լավ են, հանգիստ են, ապահով են այս իրավիճակում, բայց ամենաանհանգիստը այս բոլորի մեջ ինքն է, Փաշինյան Նիկոլը։ Բայց վախի մթնոլորտ իրենք են ստեղծում։ Իրենք են ստեղծում իր վախերից ելնելով։ Դուք ես մեր
տարիքը այնպես է, որ մենք իրեն շատ լավ ենք հիշում, ճանաչում, իր գործունեությունը, իր անցած ճանապարհը, իր ձեռագիրը, իր ոճը, իր բանսարկությունները եւ այսօր այն ժամանակահատվածը, որ իրենք թիմ էին կոչվում, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ այլն, ինչպես աշխարհում, ինչպես նույն նաեւ մեզ մոտ Հայաստանում մենք տեսել ենք հայոց համազգային շարժում կուսակցության իշխանության ժամանակահատվածը, մենք տեսել ենք հանրապետական կուսակցության պաշտոնավարման ժամանակահատվածը եւ չի կարող տարիներ շարունակ այդ որևէ թիմ լինել իշխանության եւ այնտեղ չձևավորվի կլանային համակարգ։ Դա չի կարող լինել։ Իր պարագայում ինքը ընդհանրապես մենք ինչու ես նշեցի, որ մենք իրեն լավ հիշում ենք, ինքը ինչ թիմ պետք է ունենար, նա որևէ ձևով նույնիսկ ազգային ժողովի падգամավոր չէր կարողանում ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ Անկախ նրանից, որ իշխանությունները միշտ այնպիսի տեղեր էին իրեն առաջադրում, որ շանսերը գոնե բարձր լինեն, կենտրոն համայնք, Մալաթիա Սեբաստիա համայնքում, բայց չէր ստացվում, որևէ ձևով չէր ստացվում։ Ամեն ինչ արեցին, ելք դաշինք ստեղծեցին Երևանի ավականու ընտրություններին, չէր ստացվում։ 12 թվականին ինչ որ մի ձև մցրեցին իրեն հակի ցուցակը կամ երևի կոնգրեսն էր արդեն, հա, կոնգրեսի ցուցակը զուտ տուրիստի կարգավիճակով եւ 2 ամիս հետո նա դուրս եկավ ընդհանուր թիմից, անկախ падգամավոր իրեն հայտարարեց։ Իր վրա շատ է աշխատանք կատարվել եւ դա չէր ստացվում։ Եվ այսօր տեղի ունեցավ այն, ինչի դեմ ինքը ամբողջ կյանքում հաճացել է։ Ամբողջ կյանքում։ Դա ընտրակեղծիքներն են։ Մանդատագողություն, լցոնումներ, ոչ ազատ ընտրություններ եւ բացահայտ կերպով նա այսօր եթե հարկ լիներ 2005 տեղամասից 55-ի արդյունքները չեղյալ հայտարարելու, որպեսզի նա գոնե այս շեմը կարողանար արձանագրել, ինչ որ օգոստոսի 2-ին իրենց թվականակով կներկայանան ազգային ժողով։ Ուրեմն ոչ թե 2 կամ 3 ընտրատեղամաս առ ոչինչ կհամարվեր, առ ոչինչ, հազարավոր մարդկանց զայներ։ Ապա կլիներ 55 տեղամաս, 100 տեղամաս։ Բայց դա խնդիրը նա է, որ իրեն մնացել է որպես վարչապետ, որը ճանաչվել է միջազգային օրենքներով 8 օր։ 8 օր հետո իրեն որպես Հայաստանի ղեկավար, կառավարության ղեկավար, քանի որ ինքը չի համարվում առաջի դեմքը վարչապետը, առաջի պաշտոնյան, այսպես ասենք։ 8 օր հետո Ռուսաստանի համար, Չինաստանի համար ինքը որպես պաշտոնյա կառավարության ղեկավար ինքը չի ընկալվելու, ինքը կարող է բուտաֆորիա, ֆիզիկապես ներկա լինել, բայց նրա որևէ խոսքը արժեք չի ունենալու, նրա որևէ ստորագրությունը արժեք չի ունենալու, ամենակարևորը։ Դիրքորոշումը արժեք չի ունենալու, քանի որ ինքը օկուպացրել է պարլամենտը, նա ուզուրպացրել է իշխանությունը, վերցրել է իշխանությունը մեկ, որ լեգիտիմ չէ, ես իր վախերի մասին եմ խոսում, եւ երկրորդ, իր թիմի ներսում ինքը խնդիր ունի։ Հիմա սրան է հանում, նրան է հանում, բայց չէ որ նրանց համախոհները ցանկացած պահի կարող են եւ puzzle-ի պես քանդվել, գնալ։ Մենք չէ որ դրա օրինակները տեսել ենք հոկտեմբերի 27-ից հետո ինչ խմբեր ստեղծվեցին, երկրապահ, կայունություն, պարլամենտում կեշենք, չէ՞, քանդվեց այդ միասնություն դաշինքը։ Հա, այդպես եղավ 18 թվականին, հա, ինչ որ անկախ падգամավորներ 2 տասնյակի չափ ի հայտ եկան, դուրս եկան, որոնք իր համար քվեարկեցին, եւ ինքը այսօր կալանավորել է մի մարդու, ով իրեն դե յուրե դարձրեց վարչապետ, դա Բարգավաճ Հայաստան կուսակցություններ իդեմս Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, բայց Ծառուկյանը ոչ թե Նիկոլին համակրելով, մենք Ծառուկյանը երբևէ չի համակրել Նիկոլին,
Ընդհանրապես եւ որպես մարդ եւ որպես լրագրող, այլ դա ժողովրդական պահանջ էր արդեն ձևավորվել փողոցում։ Հա մարդիկ ինչ որ հույսեր էին կապում եւ այդ որոշումները կայացվեց հասարակական պահանջի վրա, հա, ժամանակին դա հին Հունաստանում էր, հասարակությունը, հա, այդ ագորան հավաքվում եւ հարցը բարձրացնում էին, այնտեղ որոշվում էր, քվեարկվում էր։ Նույնատիպի մի իրավիճակ արհեստականորեն ստեղծվեց Երևանում, Հայաստանում, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին գալիս, դեպի քաղաք էին շարժվում եւ այդ պահանջը եղավ նա դարձավ վարչապետ 18 թվականի մայիսի 8-ին։ Հոկտեմբերի 2-ին ինքը արդեն որոշակի չափով իր դիրքերը ամրապնդելով որպես վարչապետ գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Եթե 18 թվականի մայիսին լուծարվեր ազգային ժողովը գնային ընտրությունների, արտահերթ ընտրությունների եւ վարչապետը ինքը չէր լինելու, ապա նա նորից չէր դառնալու վարչապետ եւ այս ամբողջ տասնյակ տարիների այդ աշխատանքը, ճարճարանքը ջուրն էր գնալու, քանի որ բոլոր կողմերից փորձում էին ինչ որ մի ժամանակահատված աշխարհաքաղաքական պահանջներից, պայմաններից ելնելով իրեն փոխանցել, հանձնել իշխանությունը իրենց բարերով ասած սկուտեղի վրա։ Փաստորեն նախկինները դա արեցին մեծ հաջողությամբ։ Դա արվել է մոլեկուլային ճշգրտությամբ, հստակ թիրախները, պատասխանատուները, այդ ամեն ինչը վերելով, ուզում ես ռադիոտունը մտի ջարդի, ուզում ես Ադրբեջանից գումարներ ստացի, ուզում ես բաց հասարակություններից ստացի, ԵԱՏՄ ԱՊՀ կազմի մեջ գտնվող պետությունը եւ ցանկացած դեպքում, բա ԵԽԽՎ-ում ինչ կասեն, բա ԵԽԽՎ-ից ինչ կասեն, բա միջազգային իրավունքը ինչ կասի, այդ ամենը այլևս գոյություն չունի։ Արդեն անցել են փողոցային բրիգադների, կլանային բախումների։ Քանդում են, ամբողջ տնտեսությունը քանդվում է եւ սուրբ տեղը դատարկ չի մնում, այն հայկական կատնամթերքին փոխարինելու է այլ պետությունների արտադրածը, բելոռուսականը, ղազախականը, ուզբեկականը, այնպես հայկական մրգերին կփոխարինի ուզբեկական պտուղ բանջարեղենը, ինչ է վատն է, չէ, վատը չէ։ Եվ Ռուսաստանի շուկաներում մենք շատ անգամներ տեսել ենք նրանց լոլիկը մրցակցի բոլոր ԱՊՀ երկրների։ Պարոն Շահինյան, հիշատակեցիք Բարգավաճ Հայաստանի ղեկավարին Ծառուկյանի անունը, չէ, որ նրա օգնությամբ էլ սա եկավ իշխանության ժամանակին, բայց այսօր շարունակվում է Ծառուկյանի հետ կապված այդ էպոպեան, պարզվում է նրան ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հետապնդում է այժմ սպառնում։ Նորից վերադառնում եմ առաջի հատվածին։ Վախ, աղքատություն, տեսարան։ Շատ լավ։ Դու ձերբակալել ես քեզ վարչապետ դարձրած դե յուրե Գագիկ Ծառուկյանին։ Ինչու համար, չգիտենք։ Չէ՞ որ 18 թվականին Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր։ Ոչ թե քրեա օլիգարխիկ, չգիտեմ, փողեր լվացող Պարսկաստանից երկու ինչ-որ ավանտյուրիստների գցելա մեր մեծ բարերարն է։ Թող իր տանը նստի, քննեք գործը։ Այսինքն դուք պետություն, դու ուզում ես այդ երկու պարսիկ մարդկանց, ազգությունը լավ, եկեք չկենտրոնանանք, գցելա, դուք էլ իրեն ասեցիք ինքը չի վերադարձրել։ Հա, Հայաստանի Հանրապետությունը երևի Հայաստան-Իրան այդ հարաբերությունները այնքան բարձր է գնահատում, որ չի ուզում Իրանի քաղաքացիները։ Բայց հետաքրքիրը որն է, Իրանը գտնում է, որ մեղավորը պարտքական կողմն է։ Իրանի դատարանը պատկերացնում է։ Նրանք ասում են մեղավորը սա է, սրանք ասում են չէ, մերն է։ Ոչ, մենք նշանակել ենք մեղավոր։ Մենք նշանակել ենք մեր Գագիկ Ծառուկյանը Հայաստանի թիվ 1 բարերարն է։ Թիվ 1։ Մենք բազմաթիվ գործարարներ ունենք, մեծահարուստներ ունենք դրսերում։ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի թիվ 1 գործարարն է։ Թե
իր եղած միջոցները Հայաստանում ներդնելով, թե աշխատատեղերի Բարերար նկատի ունեք։ Բարերար եւ մարդ, որը իր միջոցները Ասում եք գործարարը թիվ 1 բարերարն է։ Այդ եմ ասում, նա թիվ 1 բարերարն է Հայաստանի։ Այո։ Մեր ամբողջ աշխարհի սփյուռքի մակարդակով եմ ասում։ Այն ինչ որ արել է Հայաստանի համար, Արցախի համար Գագիկ Ծառուկյանը, մյուսներին մենք չենք թերագնահատում, չենք ասում չմերսի, ոչ, ձեզ է շնորհակալություն, բայց դա թիվ 1-ը դա Գագիկ Ծառուկյանն է եղել եւ մենք այսօր վերաբերվում ենք Ծառուկյանի հետ այնպես, որ որպես թիվ 1 թշնամու։ Հիմա ինքը այդ տեսարանները սարքում է, ստեղծում է, հասկանալով, որ ինչ որ երևի վրեժ է լուծում, նաև հասկանալով, որ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը եւ միջանձնային հարգանքը կապերը այսօր տասնյակ չէ, 100 հազարավոր մարդկանց բերքի, աշխատանքի եւ աշխատատեղերի հարց կլուծեր։ Այդ դռները կբացվեին միանգամից։ Բայց ոչ 100 հազարավոր մարդիկ պետք է տառապեն, պետք է այդ բերքը փչանա, պետք է շուկաները կորցնել, որովհետև իրենք որոշել են Ծառուկյանին նստացնեն եւ ինքնիշխանություն։ Գյուղացուն այսօր մեր ֆերմերին այսօր ինքնիշխանություն են փոխարինում եւ քանդվում է իր տունը, երբ իր տնտեսությունը քանդվելու է եւ իդեպ կներեք հիմա ձեր հարցին գանք, այստեղ կա տնտեսվարողը, հա, մեր, ասենք ջերմոցներ ունի եւ բանկը, որը ինչ որ ձևով ֆինանսավորել է, մասնակցել է այդ խայտարակ բարձր տոկոսներով։ Հիմա այս տնտեսվարողը քանդվում է, ինքը բանկրոտ է ենթարկվում եւ այս գույքը ում է մնում։ Մյուս գործընկերոջը, բանկի։ Բանկը, որը պետության գործընկերն է, այսօր Հայաստանի ղեկավարությունը բացառապես նստած է բանկերի վրա, օգտվում այդ բանկերից, այդ բարձ եւ ամեն ինչ անում է դա կլինի այդ ծրագիրը, որ կար գումարների վերադարձի, բնակարանների հանեցին Երևանից ինչ որ որոշ մասի համար հանել են, որոշ մասի համար չեն հանել, դա չէ խնդիրը, նա սրանք ամբողջ ուղղությունը, քաղաքականությունը տանում են, որ հանրստանան բանկերը եւ աղքատանա քաղաքացին։ Քաղաքացին իրավունք չունի բարեկեցիկ ապրելու Հայաստանում եւ չունի որևէ իրավունք սոցիալական, իրավական այս հայտարարությունը, որ այս գենոցիդը, որ իրականացվում է մեր ազգի նկատմամբ, մեր պետության նկատմամբ, ծանրագույն հետևանքներ է ունենալու ոչ թե առաջիկա տարիներին, այլ հենց այս տարի։ Օգոստոսի 2-ին մեկնարկում է ազգային ժողովի նոր 9-րդ գումարման նստաշրջանը եւ գրեկացանք, որ այդ կարևոր իրադարձությանը ավանդույթի համաձայն, որ միշտ մասնակցում էր ամենայն հայոց կաթողիկոս, այս անգամ նա հարավեր դեռ չի ստացել եւ ինչպես ասում են չար լեզուները չի ստանալու։ Սա ինչով կբացատրեք։ Ուրախալի լուր է, որ իրենք մեր վեհապարին չեն հրավիրել, դա սպասելի էր, այսպես ասենք։ Բայց կառաջարկեինք, որ այն падգամավորները, ովքեր ցանկանում են վեհապարի օրհնությունը ստանան, առավոտյան գնան կամ այդ նիստից հետո գնան, չգիտեմ, վեհապարի գրաֆիկին ծանոթ չեմ, բայց հաստատ կընդունի իրենց վեհապարը, գնան եւ իրենց օրհնությունը ստանան։ Այսինքն նկատի ունեն կդնի մանդիր падգամավորներ։ Իհարկե, իրենցից էլ իշխանություններից էլ, եթե կան մարդիկ, որոնք որ ունենան ցանկություն, վստահ եմ վեհապարը չի մերժի, որովհետեւ այդ իր հոթն է, անկախ նրանից ով է գիժ այնտեղ, ով է թերհաս, ով է անկիրթ, գլխավորը դավաճան չլինեն, դավաճաններն են, որ ներում չեն ունենալու, մնացածներին ամեն մեկը ինչ-որ մի ձևով գուցե կգնա, տեսեք Ալեն Սիմոնյանը առաջին քայլը արեց, գնաց
բանկերից մեկում խնդրել էր Տեր հայրին եւ նկարել էր հենց ինքն էր նկարել դա մենք չենք տեսել Ինչ է։ ապաշխարել էր, հետարքիր է, Ալեն Սիմոնյանը։ Այսինքն չեմ կարծում որ դա ինչ որ fake նկարահանում էր, գնացել Հետաքրքիր բան ասես, չէի տեսել այդ տեսանյութը, լավ, կնայեմ, համացանցում կա, ամենայն դեպքում։ Ես տեսել եմ, անձամբ ես տեսել եմ։ Շատ բարի։ Տեսեք, դուք սովորաբար մեր այն ակտիվ հանրային հասարակական գործիչներից եք, ով միշտ ձեռքը պուլսին է պահում տեղի ունեցող զարգացումների հետ կապված։ Առաջիկայում դեռ ինչպես ասում են, սարերի ետևում չէ Երևան քաղաքի ընտրությունը, դուք թաղապետ եք եղել, այս ընտրություններին մտադրություն չունեք առաջադրվելու, պայքարելու մայրաքաղաքում տեղի ունեցող այս ձևափոխումներին։ Մի առիթով հարցազրույցներից մեկի ժամանակ ես իմ տեսակետն էի հայտնել, որ այն падգամավորները, այն քաղաքացիները, ովքեր ընտրվել են, գնան եւ իրենց մանդատները վերցնեն։ Նկատած կլինեք կար դիսկուրս, որ վերցնել մանդատները, չվերցնել մանդատները, չէ, ինչի չվերցնել։ Եթե դա ինչ-որ բան է փոխում, բան է փոխելու, ուրեմն չվերցնենք, բայց ում մոտ է դա փոխելու։ Նա միանձնյա այսօր սուլթանի պես ինքը բռնապետ բոլոր բռնապետերի վերջը իդեպ չնայած ես իրեն չեմ համեմատում ատոմային բռնապետերին ինչպիսին էր ասենք Սադամ Հուսեյնը չէ նրանք նաև իրենց ժողովրդի համար այնքան բաներ էին անում այնքան հնարավորություններ էին տալիս նույն այսօրվա Պարսից ծոցի այդ շեյխերը որ կան, հա, այդ ընտանիքները որ կան, բայց տեսեք նրանց քաղաքացիները պաշտպանված են, բարեկեցիկ են ապրում։ Երեխան ծնվեց, արդեն այդ երեխան ինքը պաշտպանված է պետության կողմից։ Ընտանիքը օգնություն է ստանում, այդ երեխայի կրթությունը, առողջապահությունը, բազմաթիվ հարցեր արդեն պետությունը վերցնում է իր վրա։ Մեզ մոտ ինչն է խնդիրը, ամբողջ հոգսը քաղաքացու ուսերին է։ Մենք քաղաքացու կյանքը որևիցե ձևով չենք փորձում թեթևացնել։ Գիտեք 10,000 դրամ թոշակ են ավելացնում, 10 տարի խոսում են դրա մասին, բայց այն դժվժիկի պատմությունն է։ Համով էր, լավ էր։ Կերակ։ Հա, կերանք այդ ինքը վայելեցիք 10,000-ը։ Ներսես աղբար։ Հիմա այսօր բարենային ապրանքները այնպես այնքան է թանկանալու, որ այն ֆերմերները, ովքեր հնարավորություն կունենան ինչ-որ բան արտադրելու, նրանք էներգետիկ այնպեսի արդեն առաջիկայում գումարներ են ծախսելու, որ մեխանիկորեն թանկանալու է ապրանքը, որ թանկացավ, հասավ Երևան, այս գները չի լինելու, Աշնան այս գները չի լինելու, բարձր է լինելու։ Իսկ Երևանի մասով, պարոն Ղուշյան, եթե կառավարման այս մոտեցումը ինչ որ իրենց մոտ է այս ամբողջ տարիների ընթացքում իրենց բոլոր քաղաքապետերը նրանք ցմահ դատապարտման ենթակա մարդիկ են այդ սև սպիտակ դրանց մասին չի խոսքը օրինակ Կարքին ինչ որ Հայկո Մարության դրա մասին չի խոսքը սև ու սպիտակը, որը իդեպ մտել է եւ մինչեւ հիմա գնում է այս սև ու սպիտակը։ Սա հասարակությունը պարակտել է։ Այն ինչը որ անցանկալի էր, ինչը որ եկեղեցին ինչի դեմ միշտ պայքարել է այս ամբողջ 1700 տարիների ընթացքում, որ մեր հասարակությունը միասնական լինի, մենք գիտելիք ունենանք, մենք գիր գրականություն ունենանք, տառաճանանք լինենք։ Իրանք այդ պարակտեցին սևերը եւ սպիտակները։ Եվ ատելությունը դե վխտում է, չէ՞, մենք տեսնում ենք, թե դա ոնց է։ Հիմա այս կառավարման մոդելը, որ իրենք իրականացնում են մայրաքաղաքում, սրա 10%-ը, եթե նախկինում իրականացնեին, ոչ թե քաղաքային իշխանությունը կտար հրաժարական, ամբողջ կառավարությունը կտար, նախագահն էլ հետը։ Ես ասում եմ 5-ից 10%, ավել չեմ ասում։ Բայց չարչափելի վիճակ է Երևանում։ Երևանը կարելի է ասել շուտով կդառնա անդառնալի, անհարմար ապրելու համար, աղտոտված օդով, ջրով,
սննդով այնքան խնդիրներ կան, որ մենք չենք կարող ասել Խցանումներ, այդ դա ամբողջ տեսանելին է, բայց հիմա մեկ օրինակ բերեմ։ Պատվեր ենք տալիս, տուն սնունդ են բերում, հա? Ով է բերում։ հնդիկներն ու Պակիստան։ Ինչ հիվանդություններ է նա կրում։ Որտեղ է բնակվում իր կարիքները հոգում եւ ինչ հիվանդությունները ունի այդ առաքիչը։ Այդ պայուսակը, որ ներսում դնում են սնունդը, տեղափոխում են։ Մեկ ժամ առաջ, ասենք, կարող է ինչ-որ մի աղբամանի կամ զուգարանի կողքին դրված լիներ եւ այդտեղ ինչ-որ մակաբույսներ, չգիտեմ, տարբեր։ Իսկ Երևանում այնքան թույլտվություններ են տվել, շին թույլտվություններ են տվել։ Եվ այնքան հողային աշխատանքներ է կատարվում եւ ջրային ռեսուրսների հետ կապված ստոր գետնիա եւ այն խոնավասեր կենթանիները, որ ապրում էին հողի տակ, նրանք բոլորը դուրս են գալու եւ գալու են մտնել մեր տները, մտնելու են մեր օրգանիզմները, մտնելու են մեր կենցաղը, մեր սնունդի մեջ, մեր արյան մեջ։ Սրանք հարցեր են, որ մենք կարող է այս պահին չենք տեսնում, բայց սա դանդաղ արդեն մեկ ոտքը ոնց որ ասած գերեզմանի մեջ դրված վիճակում է գտնվում մայրաքաղաք Երևանը։ Լավ, դուք գնալու եք ընտրություններին։ Ընտրություններին գնալու ենք, եթե համակենտրոնացման ճամբարում չլինենք։ Այո, կա մտադրություն մասնակցելու ծրագիրը դժվար է լինելու, բայց հենց ղեկավարը նա է, որ ճգնաժամային իրավիճակներում կարողանում են լուծումներ գտնել եւ այդ լուծումները փաթեթը ներկայացնել, թե ինչից հետո ինչ են տեսնում եւ ինչպես են դա իրականացնելու։ Ոչ թե դա լինի բարախաղ, դա լինի ինչ որ գեղեցիկ նախադասություններ, այլ դա պետք է լինի արհեստավարժ, պրոֆեսիոնալ, գիտակ մարդկանցից կազմված թիմ, ինչի խնդիրը հենց այսօր կա։ Ինչու է այս վիճակը նաև այն, որ իրենց դա պահանջներն են այս իրավիճակը ստեղծվելու, դա վերևից եկող, դա այդ իրենց տերերի կողմից բերված, որ քանդել, աղքատացնել, դժվարացնել, հիասթափեցնել, այս ամեն ինչը կա, բայց կան նաև ներքին օղակներ, որտեղ խոսես այդ մարդու հետ, օրինակ տրանսպորտի պատասխանատու, շինարարության, բարեկարգման։ Մենք ինչ կարող ենք հիշել, օրինակ այս 8 տարվա ընթացքում, 18 թվականից մինչև այսօր, ինչ կարող է երևանցին հիշել, որ Երևանում այս աշխատանքը կատարվել է, որը որ լավ էր, որ արեցին, կեցե։ Եթե լավ բան անեն, առաջինը մենք կասենք, իհարկե։ Բայց չկա այդպիսի բան, չկա, մենք ամբողջ օրը շնչում ենք այդ ավազի փոշու չի կարելի, այսօր տալիս են թույլտվությունները եւ ամբողջ այդ թաղամասին գցում են խնդիրների մեջ։ Դուրս չեն գալի, այս շինարարական փոշու կեղտի մեջից դուրս չեն գալի եւ քաղաքի կառավարման ծրագիր գոյություն չունի։ Կհիշեք, չէ, արդեն ինչքան ժամանակահատված է, ինչ որ մետրոից են խոսում։ Հա, մետրոից։ Բան է, չէ, նախընտրական բոլոր բաների ժամանակ այդ ընթացքում մենք Աջափնյակի մետրոն իշել։ Աջափնյակի մետրոն կարիք չկա հիմա կառուցելու, այսպես ասենք։ Նախ դուք դա չեք պատկերացնում ոնց ինչ եք ուզում անել։ Երկրորդը դա հենց Աջափնյակի այդ հատվածը այսօր կարևոր չէ։ Եթե դուք ուզում եք, որ թեթևացնեք հոգսը եւ մարդկանց եւ տրանսպորտային խցանումների, դա ոչ թե պետք է այդ Հրազդանի ձորի վրայով միանալ Աջափնյակի կայարանին, այլ դա պետք է շարունակել Գարեգին Նժդեհով, դուրս գալ Շենգավիթով, Մալաթիայով, գալ մտնել Աջափնյակ։ Չէ, ինչքան մարդ է ապրում այդ
Թումոյից այն կողմ են գնում այդ հատվածը, չէ՞։ Մենք հիշում ենք այդ տեղն էլ կառավար։ Ասենք ինչքան մարդ պետք է գնա օգտվի այդ կայարանից այսօր, եթե մենք այնտեղ հիմա նախատեսում ենք տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում։ Շատ հետաքրքիր ծրագիր առաջարկեցիք, հույս ունեմ, որ ձեզ կլսեն քաղաքապետարանում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա համար։ Պայմանավորվենք, որ առաջիկայում ավելի հաճախակի մեզ հյուրընկալվեք, որովհետև շատ կարևոր թեմաներ կան, որ ուզում ենք հատկապես խոսել մարդկանց հետ, ովքեր անցել են այդ ճանապարհը, ովքեր փորձ ունեն, ովքեր ասելիք ունեն։ Ես շնորհակալ եմ, որ եկաք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես հավաստիացնում եմ ձեզ, պարոն Ղուշյան։ Մեր ազգի, մեր ժողովրդի միասնականության, հոգսը թեթևացնելու, առողջության, բարեկեցության համար, գիտեք, ինձ համար էական չի, թե ով է ղեկավարը։ Գլխավոր այդ ղեկավարը ցանկություն ունենա, որ երկիրը լինի անվտանգ, պաշտպանված, հարաբերությունները նորմալ, այլ պետությունների հետ, այլ ընկերների հետ, իհարկե այնտեղ հասկանալով գլխավորը առաջինը, երկրորդականը։ Եվ մարդիկ մեկ կյանք են ապրում։ Մի քիչ բարեկեցիկ ապրեն, մի քիչ հանգիստ ապրեն, նյարդերը մարդկանց ամբողջ օրը չի կարելի այդքան լարված պահել։ Ինչ միացնում ես, ուր մտնում ես, ձերբակալություն, կրակոց, սպանություն, ռում նետել, սա այն չի, նախ մեզ չի սազում, մեր ժողովուրդ, մենք sense բաներ չենք տեսել։ Ստեղծագործող, գիտնականներ, մտավորականներ, ամբողջ աշխարհը հայ ձեռքը սխվում, բարևում էին, մի քանի օր չէին լվացվում։ Եղավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ եկաք։ Սիրելի բարեկամներ, մենք հյուրընկալել էինք հանրային ճանաչված գործիչ Հովհաննես Շահինյանին, ում ինչպես ասացի, առաջիկայում եւս մտադիր ենք տեսնել մեր տաղավարում։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։